Ժողովրդյան, ինչպես երեք խոսք էի տվել այսօր էֆիրը կլինի, եթերը մենք ունենք այսօր զրուցելու բան, մի քանի թեմաներ, եւ մի րոպե մինչև ժողովուրդը հավաքվի, մի քանի բան ասեմ, մինչև հավաքվեն, հա։ Ես շատ զբաղված եմ դրա համար հիմա քիչ եմ մտնում էֆիր, ժողովրդյան։ Դրա համար ներողություն եմ խնդրում, չեմ կարողանում շատ մտնել էֆիր անցյալի պես, բայց հավատացեք իմ գործերով չեմ։ Շատ բաներ արվում Հայաստանի համար ստեղից Եվրոպայից եւ ստացվում է փառքասու։ Լավ, սկսենք թեմաները, թեթև թեմաներից, դրանց թեթև չասեմ, ինչ ասեմ, են մասկեքով, որ կանգնած էին, զենքով, բանով, արա, Քարաբաղցի ողբյուրներ, այդ ուր եք արա դուք։ Պատերազմի բախտ ուր եք արա։ Մի անգամ ասել եմ, հիմա էլ ասեմ, որ այս Մարտունի հրամանատարին ուղարկում է օգնություն Երևանից մեքենաներով գալիս էր, երկրորդ օգնությունը ասես Գորգ Կալոնան հետ վրծրա հետ տար։ Ստեփանակերտ մտնում է կորում է։ Այդ կորցնողները դուք եք։ Տղա եք, տեղներիդ ասեք, երեսներիդ բացեք մի հատ։ Դա տենանք ով եք, արա։ Դեն մամայի յուբկի տակ եք սենց սախյանքները բանարել, ապրել։ Վաղցածներ։ Մենք Նիկոլին սենց բաներ, դուք իշ կարական եք, անող եք, ընդեք անեիք։ Հայաստանից տղեկներին եք զովում, թռացներ։ Բանը մտել են Կրեմլի ագենտները, այսօր պաստեղա, որ Տաշիրը FSB-ի աշխատողը։ Են մեկը Վիլսոնի թղթով վազվզում էր բան, դուս եկավ FSB-ի աշխատողը, են մեկը, արա հասկացանք, դա հանգստացեք, չի ստացվելու ձեր մոտել, վсё, մոռացեք, այս Հայաստանը են Հայաստանը էլ չի դառնա, մոռացեք, այս Հայաստանը լրիվ ուրիշ է, այս ժողովուրդը ազատության հոտ է ազգացել, ազատության համ է ազգացել, այս ժողովուրդը տեսնում է, չերես ազատություն, ինչ է կատարվում Հայաստանում, բանակի մասին մի քիչ ուշ կասեմ ես, 16 միլիարդ ներդրում է եկել, Հայաստանը տես բաներ տեսել, սկի մի միլիարդեր տեսել, իմ ժողովուրդը ազատության համ ազգաց, հազիվ, ու ձեր հերը անցելու ենք, դուք էլ ձեր այդ մի հատ ավտոյի պագրիշկա եք փոխում, պլոսկի տելևիզոր եք առնում, բան դրա պատճառով Հայաստան եք վաճառում, էլ չի ստացվի, սաղդ նստելու եք, ու բերթերում ձեզնից շատ ժոսկի սպրոս առնելու, գողերը պրագուն են արել, հլը տեսեք այդ գողերի օր են չան գնում, գողերը ասում է պրագուն են արել, որ ձայները Տաշիր Սամոյին տա, լուրջ արա, այդ ով էր այդ գողը, անները ասեք, գողերը, տենց եք ապրել, տենց են դաստիրակ է, կինոներով, մաֆիա, գող, բան, սենց են, որ հա, գողը ավտարից է դարնա Հայաստանի համար, չի դարնա, վերջացավ, այդ ժամանակները վերջացավ, Հայաստանում հեղինակավոր մարդը, հիմա դառնալու է գիտնականը, սովորող երեխեն, ինչ-որ բանի հասած մարդը, գող էլ չի դառնալու, ավտորիտետ, եղավ, հետ իմացեք, ու ամսի 7-ից հետո դուք կտեսնեք ինչ է կատարվելու, այդ պրագուն անողների հետ, լավ, ժողովրդյան, հիմա խոսանք լավ նորություններից, դուք հիշում եք, ես ձեզ ասում եի, որ ռազմավարությունից լավ լուրեր կան, լավ նորություններ կան, ուղղակի ես ասում եմ, որ լավը կա, բայց իրավունք չունեմ, չեմ կարող դեռ ասել։ Հա, դուք տեսաք, որ խոսած նախարարը Մխիթար Հայրապետյանը, ես տղավորի եմ ասում, ես իրա ցավը տանեմ։ Ես բոլորին ասում եմ, իրան պատվիսկա եղեք ժողովուրդ։ Ինձ թվում է այդ մարդը չի քնում, իրոք չի քնում, 24 ժամ աշխատում է։ Ու այնքան բան արեց։ Իրանից առաջ Ռուբեն Մեխրեբյանը արեց։ Այդ այս մարդիկ կան, որ իրանց տեղում են, Արադ Միրզոյանը, որ տեղում է, կան նախարարներ, իրանց տեղում են ու աշխատում են, ու ոնց են աշխատում։ Հայաստանի Հանրապետությունը սկսել է էքսպորտ անել զինամթերք, զենք, ու խոսքը ավտոմատի մասին չի, շատ լուրջ զենք է, երկու երկիր արդեն ուղարկում է, հələ մի քանի հատ էլ կան, դեռ բանակցությունն է գնում, որ այդ զենքը պետք է մի քանի երկիր էլ գնա։ Մենք այնքան հզոր զենքեր ունենք։ Որ ասում է, что вторая база российская, снесем одним ударом։ Ես գիտեի խի է ասում։ Այսօրվա նորությունները ձեզ ապացուցեցին դա։ Հայաստանը էլ զենք չի խնդրում, չի աղաչում։ Իհարկե առնելու ենք ուրիշ տեղից էլ, դիվերսիֆիկացիա դա նորմալ է։
Բայց դուք հասկանում եք, մեր երկիրը սկսել է զենք արտադրել, ունեն զենք, որ ուրիշ պետություններ ու պետությունների անունը չի տրվում, ես գիտեմ, որ պետություններն են, Ժողովուրդ ջան, անունները չեմ տալիս։ Բայց հավատացեք, վերջին պետությունը չեն աշխարհում, Հայաստանի զենք են առնում։ Հասկանում եք։ Հիմա ինչ, թողենք գնանք էլի այն ռուսական երկաթներին, այն զենքել չէր ասի, երկաթներ կասեիր։ Հա? Որ դու տունը մի հատ պլոսկի տելևիզոր ունենաս, արա։ Երեխուդ ապագան դնում ես սեղանին։ Մի հատ 20,000 դրամով, 5,000 դրամով։ Հայաստանի էկոնոմիկայից խոսանք։ Ժողովուրդ ջան, ես նոր ստատուս գրեցի, շատերը տեսել եք երևի։ Բայց նորից ասեմ, որևէ երկիրն է արդեն Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկում։ Ֆուրերը Հայաստանից շարժվում են դեպի այդ կողմ։ Վերջինը Սիրիան էր։ Մենք էլ այն երկիրը չենք, որ մենք ենք խնդրում ենք, պրիզնայեցի գնացիդ, մի քիչ փող ուղարկեք, Խոփանչին գնացել է ասֆալտափռում 5,000 ռուբլի փող ուղարկեց, ընտանիք ապրում է չէ։ Հիմա ռուս գաստարբայտերները գալիս են մեր մոտ աշխատեն։ Այդ երկիրն են դարել։ Ու դա գնահատեք։ Այս ինչ ասում եմ, քորչեք, բոլորդ գիտեք, որ դա ճիշտ է։ Ամեն քայլին ռուս եք տեսնում, կաֆեներում ռուս աշխատող եք տեսնում, շինարարությունում ռուս աշխատող եք տեսնում։ Երբ է տենց բան եղել։ Ով կգար Հայաստան։ Եթե ոնց որ Տաջիկստան գնաս աշխատես, մեծ հարգանքով տաջիկներին, բայց իրանց էկոնոմիկան այն վիճակում է, որ իսկ մենք հասանք նրան, որ մեր մոտ Ռուսաստանից գաստարբայտը 350,000 մարդ է արդեն Ռուսաստանից։ Մտնում ես մի հատ խուլ գյուղ, լորի մարզում խուլ գյուղ, այն մարդը ռուսներն ապրում աշխատում են բան պարինկում։ Հասել ենք դրան։ Իմ վայրնի քուրիկը Ռուսաստանում ռեստորաններ ունի, բնակարաններ ունի բան։ Հիմա Ռուսաստանը ոչ բան չի ծախում, ասում մի հատ զանգ չեք, ես աղդրել ենք վաճառքի, մի հատ զանգ չի գալի։ Ասում տես թողում ենք գանք Հայաստան, էլ վсё։ Հա, ոնց որ ժամանակին Ռուսաստան եք գնացել 0-ի վրա։ Ոչ լեզու, ոչ դոկումենտ, ոչ բան։ Դուք Հայաստանի քաղաքացի եք, եթե չեք էլ Հայաստանի քաղաքացի, դուք շատ արագ կստանաք Հայաստանի քաղաքացիությունը, որովհետև դուք հայ եք։ Այդ հարցերը, եթե հայ եք, Հայաստանում շատ արագ է լուծվում։ Այդ 0-ի վրա եկեք, Հայաստանում սկսեք։ Հիմա մեր տնտեսությունը այն վիճակում է, որ բոլորին աշխատանք կա։ 10,000 հնդիկ աշխատում, հայ աշխատող չկա։ Հավատացեք, ձեզ կվերցնեն գործի։ Ու աշխատավարձները, եթե դուք ինչ-որ մասնագիտություն ունեք, Ռուսաստանից բարձր են, այսօրվա օրով։ Մենք այդ երկիրն ենք դառնում, դարել ենք արդեն, գնալով աճելու ենք։ Այսօր գերմանական բանում թերթում կարդում եմ, որ Հայաստանը դառնում է Կովկասի Սինգապուրը։ Գերմանական թերթը, причем официальный, Deutsche Welle, ինքը սպից բան չի գրի, դա շատ լուրջ թերթ է։ Գրել է։ Կպարտացեք, հիմա սենց մանեք եք։ Ու ինձ մի գրեք, պարոն Ամատունի աշխատանք եմ անգալի, պարոն Ամատունին չի օգնի աշխատանքով, մոռացեք դա, որովհետև ես արդեն 100 անգամ տեսել եմ, որ աշխատող մարդը, աշխատանք փնտրողը, պարոն Ամատունին չի դիմում, մի անգամից գործը գտնում է։ Աշխատանք կա, ու կարաք աշխատեք։ Ես ծանոթներ ունեմ, Ժողովուրդ ջան, որ սաղ կյանքը աշխատել են, բայց սենց հազիվ էլի, սենց կտոր հացը հասնում են, որ մի ձև աշխատեն բան անեն։ Չայլ երեխեք են, կինը 25 տարեկան է, ամուսինը 28 տարեկան է, սենց։ Մարդ ես վերջ 2 տարվա մեջ մեքենա առան, տունը ռեմոնտ արեցին, բան արեցին, երկուսն էլ աշխատում են։ Չայլ երեխեք։ Причем министр չեն աշխատում է։ Այդ Հայաստանը, հա, պետք է սիրենք մենք, գնահատենք, իրար լավ վերաբերվենք, որովհետև սենց մենք սովորենք փնչալ իրար վրա։ Արասաղ վատ, ինչն է վատ, ինչներս է պակաս։ Համեմատենք նրա հետ ու հիմա։ Մի հատ էլ հարց տվեցին, Ժողովուրդ ջան, ինձ, բանը, ես ասել եմ, որ էֆիրներից տակ, ես կոմենտները բոլորը կարդում եմ, հետո էֆիրից հետո ես բոլորը կարդում եմ։ Հիմա էֆիրի ժամանակ չեմ կարդում, բայց հետո կարդում եմ։ Այդ հարցին պատասխանեմ։ Մի հատ մարդ էր գրել, պարոն Ամատունի, վերջի հարվածը մենք հասցնելու ենք, թե չէ։ Ասեմ, մեր վերջի հարվածը կլինի, երբ որ մեր էկոնոմիկան լավը կլինի, մեր տնտեսությունը շատ կզարգանա, մեր բանակը հզոր կլինի, մեր թոշակները բարձր կլինեն, Հայաստանի ճանապարհները լրիվ կլինեն, դպրոցները լրիվ սարքված կլինեն, եւ այլ։ Այդ կլինի մեր վերջի հարվածը։ Չուզողներ, որովհետև շատ ունենք։ Մի քանի երկիր է այս աշխարհում, որոնք մեզ ուզում են։ Մնացածին մենք կանք մեկ ենք,
ոնց որ իսպանացին են ասում մեդա իգուալ մեկը Հայաստանը կբարձրանա թե չէ իսկ լիքը երկիր կա չուզողը այդ չուզողներին այդ հարվածը դա է լինելու որ մենք հզոր տնտեսություն ունենանք հզոր բանակ ունենանք մեծ աշխատավարձներ լինի թոշակը բարձրանա տարի բարձրանա որ ռուսների ձեռից մեր էլեկտրոցանցները խլեցինք չխլեցինք դե հետ բերինք ինչ խլել մեր ձեռից էին խլել հետ բերինք ու մնացածը պետք է հետ բերվի այդ կլինի մեր վերջի հարվածը ամենաուժեղ հարվածը Ժողովուրդ ջան իսկ պատերազմի մասին մոռացեք չի նել պատերազմ նստած Բրյուսելում գոռալ մենք պետք է հաղթենք աչքից դեմ շոկը ինքը ալերգիա ուներ շոկոլադի իրան վայնկամատ որ կանչեցին ինքը շոկոլադ մի ցելի պլիտկա կերավ ու գնաց վայնկամատ ընդ վատացած կորով են տարել ու այդ մարդը հիմա Բրյուսելում նստած գրում է կոմենտներում մենք պետք է կռվենք մենք պետք է հետ բերենք Ղարաբաղը հաստատ քույսին էինք Ինչ մի հատ էլ բան Ժողովուրդ ջան շատ մարդ է բանում գրում թե կոմենտներում թե ինձ պրիվատում բան ձեր տեխնոլոգիությունը դրեք որ վարչապետ դառնաք պարոն Ամատունի կուսակցություն ստեղծեք վարչապետ դառնաք եւ այլն Ժողովուրդ ջան եկեք պատկերացնենք sense սիտուացիա ես ստեղծել եմ այդ կուսակցություն ու sense ստացվեց ես հաղթեցի հա հիմա վարչապետը ես եմ ինչ է անելու դպրոցներն էի սարքելու մանկապարտեզները ճանապարհները բանակները ուժեղացնելու դասից ֆինանսեի բերելու Հայաստան չէ թոշակ էի բարձրացնելու այ մարդը անում է նույն բանը ես էի անելու էլ ինչ տարբերություն մարդը անում է մի հատ տարբերությունը կներ ես մի քիչ ավելի կոպիտ եմ ես մի քիչ ավելի ժոստիկ աշխատեի դատական համակարգի հետ բայց ես գիտեմ ես ինսայդ եմ ասում ես գիտեմ հենց ներսի խոսակցությունները շփվել եմ բան Հունիսից հետո ամեն ինչը շատ է կոպիտ դառնալու այդ թե դատական համակարգի հանդեպ թե մնացածի հանդեպ Քոչո, Սերժիկ, Դոդի Գագո դեմքիդ եմ ասում արա Դոդի Գագո Գողեր պրագոնանող Տաշիր Սամո Դուք չեք պատկերացնում ինչ որ մեկ ընդունելու ու Այս ամեն ինչը որ ասեցի Ժողովուրդ ջան հունիսի 7-ին դուք ու ես եմ որոշում այս ընտրություններին այդ Հայաստանի ապագա լինելու է թե չէ մենք ցույց ենք տվել որ մենք ազատ ազգ ենք հիմա սաղ աշխարհը մեզ է նայում դուք տեսաք համարյա 50 լիդեր երկրներից եկան Հայաստան Կому эти армяне нужны տեսար կому нужны այ ублюдок հունիսի 7-ին այդ որ շարունակվի մենք պետք է անենք ու անելու ենք ոչ ոք թե չկասկածի ես ձեզ սիրում եմ բոլորիդ գրկում եմ ճիշտ ընտրություն ենք անում Նիկոլ Փաշինյան